Հարսնաձորի լեգենդը սերիալի հեռուստադիտողներն իսկապես մեծ սպասումով էին սպասում վերջին սերիային, հատկապես նախավերջին դրվագից հետո, երբ պատմությունը հասավ իր ամենածանր ու ամենաանսպասելի շրջադարձին։ Բայց այն, որ սերիան չցուցադրվեց, ավելի մեծ հետաքրքրություն ու լարվածություն ստեղծեց հանդիսատեսի մոտ։ Սոցիալական ցանցերում արդեն ակտիվ քննարկումներ են սկսվել, որովհետև մարդիկ բառացիորեն չեն կարողանում սպասել ինչ է լինելու վերջում և ինչ ճակատագիր է սպասվում հերոսներին։ Նախավերջին սերիան այնքան ուժեղ էր, որ թվում էր պատմությունը հասել է իր ամենաբարձր կետին։ Սաքոյի զոհաբերությունն ամբողջովին փոխեց սերիալի իմաստը։ Նա, ով ամբողջ ընթացքում ապրում էր մեղքերի, սխալների ու հոգեկան կոտրվածության մեջ, վերջին պահին դարձավ փրկողը։ Երբ նա նետվեց գնդակի ուղղությամբ ու փրկեց Հայկին ու Նարեին, դա դարձավ ամբողջ պատմության ամենահուզիչ պահերից մեկը։ Այդ տեսարանից հետո շատերը սկսեցին լրիվ այլ կերպ վերաբերվել Սաքոյի կերպարին։ Եթե նախկինում հանդիսատեսի մի մասը նրան մեղադրում էր բազմաթիվ դժբախտությունների համար, ապա հիմա շատերը սկսեցին խղճալ նրան։ Բայց հենց այդ ողբերգությունից հետո սերիալը նոր հարված հասցրեց՝ Նարեն կորցրեց երեխային։ Այդ պահը հատկապես ծանր էր, որովհետև երեխան ներկայացվում էր որպես ապագայի ու նոր կյանքի խորհրդանիշ, և երբ այդ հույսը կոտրվեց, պատմությունը դարձավ ավելի մութ։ Հիմա, երբ վերջին սերիան դեռ չի ցուցադրվել, մարդկանց հետաքրքրությունն ավելի է մեծացել, որովհետև կան բազմաթիվ անպատասխան հարցեր։ Ամենամեծ հարցը բնականաբար Արմոն է։ Նա արդեն ամբողջովին կորցրել է վերահսկողությունը։ Սաքոյի մահից հետո Արմոնն այլևս պարզապես բացասական կերպար չէ։ Նա դարձել է մարդ, ով կործանում է իր շուրջն ամեն ինչ, և հենց դրա համար հանդիսատեսը սպասում է, թե ինչպես է ավարտվելու նրա պատմությունը։ Շատերն են կարծում, որ Արմոն չի կարող ողջ մնալ մինչև վերջ։ Նրա կերպարն այնքան է մթնել, որ դժվար է պատկերացնել հանգիստ ավարտ։ Ամենահավանական տարբերակներից մեկն այն է, որ վերջին սերիայում կլինի վերջնական բախում։ Վռամը ոչ միայն վրեժ ունի Սաքոյի մահվան համար, այլ նաև պարտավորություն պաշտպանել Սոնային ու իրենց ապագա երեխային, և հենց դա կարող է նրան դարձնել ավելի ուժեղ ու ավելի վտանգավոր Արմոյի համար։ Բայց սերիալը միշտ սիրել է անսպասելի լուծումներ։ Հնարավոր է, որ Արմոյի վերջը չլինի սովորական վատ մարդու պատիժ։ Գուցե նա վերջում ինքն իր քայլերի զոհ դառնա, կամ գուցե վերջին պահին փորձի փախչել, բայց չկարողանա։ Լալայի գիծը նույնպես շարունակում է մնալ ամենահուզիչներից մեկը։ Նրա պայքարը երեխայի համար ամբողջ սերիալի ընթացքում դարձավ մայրական սիրո խորհրդանիշ, և հիմա հանդիսատեսը սպասում է միայն մեկ բանի՝ արդյոք կգտնվի երեխան։ Իհարկե, երեխան գտնվեց, ու ամենահուզիչն այն էր, որ Սաքոն իր կյանքի վերջին օրը հատկացրեց քրոջն ու նրա որդուն։ Վերջին սերիան, այո, չցուցադրվեց, և կարծես այն ավելի մեծացրեց այս պատմության շուրջ հետաքրքրությունը։ Մարդիկ արդեն ոչ միայն ուզում են տեսնել ավարտը, այլ նաև հոգեբանորեն պատրաստվում են հրաժեշտ տալ հերոսներին, որոնց հետ երկար ժամանակ ապրել են։ Հարսնաձորի լեգենդը կարողացավ անել ամենակարևոր բաներից մեկը՝ ստիպել մարդկանց կապվել հերոսների հետ։ Հենց դրա համար էլ հիմա նույնիսկ մեկ օր սպասելը շատերին ծանր է թվում։ Եվ որքան էլ ցավոտ լինեն վերջին իրադարձությունները, արդեն հիմա կարելի է ասել, որ սերիալը հիշվելու է իր անսպասելի շրջադարձերով, ծանր, հուզական տեսարաններով և այն կերպարներով, ովքեր մինչև վերջ պայքարում էին իրենց սիրո, ընտանիքի ու փրկության համար։ Կիցի հարց. կան դերասաններ, ում էլ չենք նկարելու։ Բավականաչափ մեծականակ։ Սիրելի դերասաններ ջան, որ դուք տալիս եք անսահման ուժասի գրաֆիկներ այս աղջկան։ Այս աղջիկը մեզ էլ չի թողնում, հետո ձեզ կանչենք նկարահանման։ Ձեր Ձեր գրաֆիկի պատճառով ինքը չի թողում, որ ձեզ էլ կանչենք նկարահանման, որտեղ պետքա տեղավորվել գրաֆիկի մեջ։ Նայեք եղեք, քանի որ այս հարցը շատ եք գրել, փորձեմ այս մեկնամակով պատասխանել։ Դերասանական կրթությունը առաջին հերթին հենց ձեզ անհրաժեշտ։ Կան շատ համաշխարհային մեծություններ, ովքեր եւս չունեն դերասանական կրթություն, բայց տաղանդավոր են։ Դուք եթե կարծում եք, որ տենց տաղանդավոր եք եւ մենք ձեզ կնկատենք, որ դուք գաք քաստինգի, համեցեք, սիրով սպասում ենք ձեզ։ Դե հա, բայց իրականում մեր ձեռքում ոչինչ չկա։ Ճիշտ ասած, մի պահ մտածում էի քո ծրարը չտամ ու սպասեմ իններ վերցնեմ, միասին սիրուն երեկույթ կազմակերպենք, բայց հասկացա, որ մի քիչ ռիսկային է։ Ինչ?
Իրոք է ճիշտ հասկացա։ Հա, հղի ես, հա։ Չգիտեմ։ Սամ շատ ուրախ եմ, անկեղծ եմ ասում։ Չգիտեմ, էմոցիաներս ոնց արտահայտեմ։